Ողջույն սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգնաս Մանուկյանենց բնակարան ներխուժել են համապատասխան մարմինները, այս պահին չեմ կարող ասել, թե ովքեր են խուսարկություն կատարելու, եւ ես տեսանյութից ինձ պարզ դարձավ, որ Տիկին Մանուկյանը պահանջում էր դատանի որոշումը, նրանք ասացին, որ մենք ունենք դատանի որոշումը, բայց ցույց չտալով ներխուժեցին բնակարան եւ իրականացնում են այս պահին գործողություններ։ Ես չեմ կարող այս պահին ասել, թե ինչ է կատարվում ներսում, քանի որ չթողեցին բարձրանան վերև։ Սիրելի հայրենակիցներ, շարունակվում է Մայր Հայաստան կուսակցության դեմ բռնաճնշումները, ինչպես գիտեք, արդեն շաբաթներ առաջ այս իշխանությունները փորձեցին գործ կարելով Անդրանիկ Թևանյանի վրա տարան կալանքի եւ խոչընդոտեցին քարոզարշավին եւ այս ամենը ցույց է տալի այս իշխանությունների վախերը։ Այս պահին ներխուժել են Տիկին Մանուկյանից բնակարան, որպեսզի խուզարկություն իրականացնեն եւ նույն կերպ ինչ-որ մի գործ կարել, փորձելով բռնաճնշումների ենթարկել, վախեցնել Մայր Հայաստան կուսակցության անդամներին, բայց դա չի հաջողվելու, քանի որ սա մեր համար առաջնահերթ հայրենիքի համար պայքար է, առաջնահերթ մեր երեխաների այս երկրում ապրելու համար պայքար է եւ մենք չենք վախենալու ոչ մի իրենց կողմից կատարված բռնաճնշումներից եւ պայքարել ենք մինչև վերջ, մինչև հասնենք արդարության։ Ինչպես գիտեք, արդեն ընտրություններից հետո քանի օր է արդեն իշխանությունների կողմից կատարվում է այնպիսի գործողություններ, որը որ դեմ է մեր հայ ազգին, նրանք փորձում են Բարգավաճ Հայաստան կուսակցությանը դուրս թողնել ազգային ժողովի պարլամենտ մուտք գործելուց եւ այս ամենը շարունակական բնույթ է թվում։ Նրանք սկզբից փորձեցին ձայները կեղծելով իջացնել Բարգավաճ Հայաստան կուսակցության տոկոսները, այնուհետև, ինչպես գիտեք, երեք փորձեցին չեղարկել երկու տեղամասի արդյունքները եւ շարունակաբար այսպիսի գործողություններով փորձում են մեզ վախեցնել։ Այս պահին Տիկին Մանուկյանից բնակարանում խուզարկություն է իրականացվում։ Ես առավոտյան տեղեկացա ուղիղ եթերից Տիկին Մանուկյանի եւ փորձեցի գալ այստեղ հասկանալ, թե ինչ է կատարում, բայց չեմ կարողանում բարձրանալ վերև, քանի որ այնտեղ գործողություններ իրականացվում են։ Միայն գիտեմ, որ Տիկին Մանուկյանը պահանջեց, որպեսզի ցույց տան դատարանի որոշումը, նրանք ասացին, մենք ունենք դատարանի որոշումը, նկարահանեք, Տիկին Մանուկյանը ասաց, որ չեմ նկարահանում, ցույց տվեք առանց տեխնախցիկի, ցույց տվեք ինձ դատարանի որոշումը, որը որ տեղի չունեցավ եւ բռնի ուժով փորձեցին վերցնել հեռախոսը, մի պահ չստացվեց, բայց այնուհետև իմ կարծիքով Տիկին Մանուկյանը անջատեց հեռախոսը։ Սիրելի հայրենակիցներ, մեր պայքարը շարունակվում է, մենք պետք է բոլորով միասին պայքարենք, միանանք, որպեսզի կարողանանք փոխենք այս իրավիճակը եւ թույլ չտալ նման բռնաճնշումներ։ Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանն ասում էր, ես ձեռքը կտրեմ այն մարդու, ով փորձի քաղաքացու քվեն գողանա, բայց դուք ինքներդ ականատես եղաք, թե ինչ է կատարում։ Նիկոլ Փաշինյանը փորձում է տարբեր մեխանիզմներով այդ ամենը կեղծել եւ մեր քաղաքացու քվեն գողանալ եւ որպեսզի կարողանա ունենա այն մեծամասնությունը, ինչ որ պահանջում են իրենից թե Թուրքիայի, թե Ադրբեջանի նախագահները, որպեսզի կարողանա սահմանադրությունը փոփոխել, բայց սիրելի քաղաքացիներ, այդ ամենը մեր ձեռքում է, մենք բոլորով միասին պետք է պայքարենք, որպեսզի հասնենք արդարության։ Զորակցությունս եմ հայտնում պարոն Թևանյանին այս պահին քաղբանտարկյալ, զորակցությունս եմ հայտնում այս պահին Արեգնաս Մանուկյանին, որպեսզի կարողանա դիմանա այս ճնշմանը եւ ես գիտեմ, որ մեր քաղաքացիները բոլորը չէ, բայց այն մասը, ով ճանաչում է Տիկին Մանուկյանին, նրա պայքարը այս երկրի համար, նրա ազնիվ լինելը այս երկրի համար, նրա նվիրվածությունը այս երկրի համար, պետք է բոլորով կանգնենք իրար կողքի, որպեսզի կարողանանք այս ամենից ազատվել, այս չարիքի իշխանությունից ազատվել։ Սիրելի հայրենակիցներ, չազատվելու դեպքում այս ամենը բոլորիս է սպասվում, բոլորիս ընտանիքներում չոքելու է այս իշխանության այս գործելավոճը, մենք միասին միանալու ենք, մենք ամեն ինչը
կարողանալու ենք միասին փոխել։ Սիրելի հայրենակիցներ, ես այս պահին կանջատեմ, փորձեմ բարձրանալ նորից վերև, ինչ-որ տեղեկություն իմանալ, տեղեկության դեպքում ես նորից կմիանամ եւ կտեղեկացնեմ ձեզ, բայց ինձ թվում է, ինձ տեղեկացրեցին, որ հնարավորություն չեմ ունենալու անգամ այդ հարկ բարձրանալ եւ այնտեղից իմանալ, թե ինչ է կատարվում։ Մնացեք մեզ հետ, սիրելի հայրենակիցներ, ուժեղ եղեք, պինդ եղեք, չընկճվեք, այս բռնաճնշումները, այս իշխանությունը անում է վախի մթնոլորտում, վախն է, որ նրան ստիպում է այսպիսի գործողությունների։ Սիրելի հայրենակիցներ, միացեք, որպեսզի փոխենք, բոլորով միասին կարող ենք հասնել արդարության։